Ես այսօր հենց ձեզ հետ եմ։ Վարչապետ, հիշեցնեմ, տիկնոջը թատրոնում, որ մոտեցավ են սպանության, թողնիկի սպանության գործով, թատրոնի շենքում կրթվել են նորաձևերով։ Ես ձեր պատասխանին էի սպասում, կակրաս։ Թատրոնի շենքում Ես հուսմեցի կործրեցի մեզ։ Նստեք էստեղ, հա, խնդրում եմ էստեղ նստեք, նվարկեմ։ Ես ձեզ հենց նման նստեք։ Ինձ եք դրում, էլեկտրոնային փոստով, էլեկտրոնային փոստով, թղթով, թղթով էի, Թղթով չէ։ ավելի հեշտ է էլեկտրոնային գրել։ Կներեք, ես տարիքում եմ, որ չեմ կարող է ես գրել, Ինչ տարիքում։ սովետական։ Ես արդեն 70 տարեկան 21-րդ դարում ինչ տարիք է 70։ Մի հոզվեք, Բայց պարոն Փաշինյան, 40-ից 50 հոգի անց հարձակվել է տանս վրա, որտեղ եղել են նոյեմբերի 8-ին, ամսի 24 թվականին։ Հարձակվել են տանս վրա, խմած, հարբած, տարբեր բաներ օգտագործած, նախապես զինված։ Ինչա, իմ թորնիկը 15 տարեկան տղան, ձեռքով հարվածել է 20 տարեկանին իրեն լկտի պահելու համար, քանի որ իմ թորնիկս երդվել է, որ պետք է պաշտպանի թույլերին, կանանց, երեխաներին, 40-ից 50 անձնավորություն հարձակվել են, մի րոպե, հարձակվել են տանս վրա, որտեղ եղել են 2-ից 15 տարեկան անչափահաս երեխաներ։ Հիմա ինչ վիճակում է, արդեն 2-րդ տարին են տղան են նստած։ 3 հրացաններով վիրավորված, գլխից, Լավ սկսեցի հիշել այդ գործը։ այո, եւ այդ մահնել է եղել իրենց կողմից։ Հասարակականով գլխավոր դատախազի հսկողության, անմիջապես հսկողության տակ։ Ձեր ազգանուն հիշեցնեք։ Բաբաջանյան Ես դրանք բան չեմ կա։ Ես գլխավոր դատախազ։ Իսկ ում պետք է դեմենք նամակ ռուսաց թագավորին։ Իրավապահ մարմինների ուշադրություն հրավիրել եմ, խստել եմ եւ ինձ տեղեկանք են տվել, ես կարդացել եմ, հիշեցի։ Դուք կարդացել եք։ Իսկ ինչ կասեք։ Դե երկու կողմից էլ կան մարդիկ Հետո ինչ։ Իմ տղան պաշտպանվել է իր 4 անչափահաս երեխաների, պարոն Փաշինյան, իր տան մեջ պաշտպանել է իր անչափահաս 4 երեխաների, 2-ից 15 տարեկան, պաշտպանել է իր մորը, պաշտպանել է իր կնոջը, 5 տեղից վիրավորված, ինձ կներեք, պարոն Փաշինյան, ասված ինձ, ես նստած աղոթք էի անում, պարոն Փաշինյան, դուք Հիմա ընդ որում մեզ նայում է, հիմա ես կարող եմ դուրս գալ փողոցում եւ մյուս կողմի հարազատներից կարող են ինձ հանդիպել եւ թող հանդիպեն, թող բոլորը գան, ես բոլորի մոտ եմ ասում։ Ես կարող մի բան Ես իմ երախավորել թորնիկներին, անչափահաս թորները, որոնք պետք է բանակ գնան, ես չունեմ պատասխան, որ իրենք ականատեսն են եղել, թե ինչպես են իրեն եղբորը մորթել տան մեջ, ու իրենք պետք է բանակ գնան։ Ինչ ձևով պետք է պաշտպանեն քննությունը օրինական ոչ մի օրինական բան չի կատարվում, ոչ մի օրինական բան, Աստված ջան, խնդրում եմ։ Փաշինյան, հենց հիմա ես ձեզ բաներ կտամ, ես եմ ձեզ հարվում, ես գիտեմ, թե դուք ինչքան դժվար դրության մեջ եք հիմա, ես գիտեմ, հասկանում եմ։ Հենց նոր եմ ես պատճենները հանել։ Սա իմ աղջիկն է, սա իմ թորնիկն է, որը ձեր հետ նկարված էր։ Մենք
ապագային հավատալով, ինչ կասեք սրա համար, սա ես չեմ ասում, տեսեք ով է դրա։ Հաստաբանն է, պարզանում կողմի իրան պետք է պաշտպան։ Ես ինչ կարող եմ անել։ Հիմա ես քայլում եմ պարամ մյուս կողմի հարազատներն լսնեն, ամենայն մյուս կողմի հարազատների հետ դուք ինչու եք համեմատում իմ ընտանիքը, երբ նրանք են հարձակվել իմ տանս վրա, իմ տանս մեջ, պարոն Փաշինյան, ինչի համար եք դուք հավասարության նշարին դնում, ինչու համար, նույն բան անում է դատախազությունը, նույն բան անում է իմ տղան մատահրավեր է ընդունել, ես ասեմ նոր, ես ձեզ բազմիցս լսել եմ, դատախազին հենց հիմա դրված լսում եմ, դնում են հավասարության նշարին, 40, այսինքն ինչպես պարոն Փաշինյան, 40 հոգին, չափահասները, բոլորը, ամենափոքր 20 տարեկան, հարձակվում է տան վրա, որտեղ 2-ից 15 տարեկան անչափահաս երեխաներ են, սա մարտահրավեր է, իմ տղան մարտահրավեր անդանում իր տան մեջ, որտեղ 2 տարեկան երեխան է, իր մայրն է, իր քույրն է, իր հասն է, սա հավասարության նշանի վրա են դնում, երբ քննիչները ուղարկում են միայն գաղտնալսման ապարատը, որպես մեր տան մեջ, դնում և լսում են միայն մեր տան խոսակցությունը, տարածում են ամբողջ համացանցով, տալով իրենցը, իսկ իրենց կողմից, քանի որ 40-50 հոգին, ինչ է, իմպետությունը ինչ է, նժարին է դնում, որ նժարին, դահիճին և զոհին դնում են նույն նժարին, պարոն Փաշինյան, դուք էլ եք այդպիսին, դուք էլ եք անարդար, ես ձեզ էի հավատում, ես ուզում էի ձեզ գրել, նմանները քաղաքացիներ կոչվել չեն կարող, որ տան մեջ մտել են, կնոջն են մորթել, կնոջը, երեխայի մորթել են նրանք, հունվարի 12-ին ես էստեղից դուրս եմ եկել, 40 հոգին իրենց հարազատներից հարձակվել են իմ վրա, հարձակվել են իմ տան, այս պայուսակս միշտ բաց, եկել եմ, հանել են էստեղի իմ արտելի բանալիներն են, հանել պրտմանչիկով, այս ապակին երբ որ ցուցմունք տալու պետք է գնայի, այս ապակին են կոտրել ձմռերով, որպեսզի ես ամբողջ օրը ես ահաբեկվում եմ, երբ ես քննիչին ասացի, որ ինձ ահաբեկում եմ, քննիչն ասեց, Տիկին Արմենուհի, եթե իրենք ինձ են ահաբեկում, ես պատկերացնում եմ, թե ձեզ ինչպես են ահաբեկում, այ այս ձեր փաստաբանները, պարոն Փաշինյան, դեռ ասելու շատ բան ունեն, պարոն Փաշինյան, մարդասպանամետ, մանկասպանամետ փաստաբանները, Շեքսպիրի դրամատուրգը անգամ կարող է նրանք կարող են, ես սպասելու եմ ձեր պատասխանին, պարոն Փաշինյան, այդքան հարցերից, որ ես ձեզ եմ պարոն Փաշինյան, հիշում եք իմ թորանս նկարը, դուք հիշում եք, պարոն Փաշինյան, ձեր հետ նկարված, ես ուղարկել էի նկարը, ձեզ, որքան են իմ թորինը, ձեզ խորանում, ինչքան են, գիտեք ինչքան դիհետ եք, հավատացել եք ձեր ապագան, որն է ձեր ապագան, հիմա որ իմ ընտանիքը կործանել են սրանք, դուք եք ձեր իրավական համակարգն են, հիմա են դուք եք ինձ կործանում, նրանք կործանել են իմ ընտանիքը, իմ ծերությունը, իմ ամուսնու ծերությունը, իմ թորնիկի պապիկը մահացավ չկարողացել, ով է մեղավոր, ինչ դատարան, որն է դատարանը ձեր, երբ երկուսին դնում են նույն նժարի վրա, ոչ,
Փոքր տղաս, կենտրոնացումն Շատ լավ է օրինական հիմքեր կա եթերեր կա կադաստրի մեր գործընկերները կլսեն բայց դուք իմ հասցեք որտե՞ղ է մարդ դերազգանում իմ հարցն էլ աշխատում ձեզ մոտ դե շատ ապացուցում չեք կանգնում եմ երջանկություն, առողջություն միշտ այդպես թափ է լինել ես դեմ կայեմ Ջոնյան ջան, ես վաղը այլչա կարող եմ Լավ է Նախարարն ասել դառնեն բացում Բարձ Տեսում բատնը Ես ուստեղ ես Չէ, ուստացան Բայց ուս գնա Բատնը Հա? Հիմա սեն կուպս Արև ձեզ Ոնց է Շենքի մուտքն կողմից թե ես Դեն ջան բաում հետ ես Ուրա պապում Ես կողվացի, Ոչ մտեղ ման չի եվալնային, սեքանատից վեզալի մայթերը գործելի ավոտես մայթ, այսինքն որպես փողոսորոց չեն հայներում են, արդեն մայթերը։ Ես բնակելի պահամ։ Հա, հիվանդանոցի փողոս։ Աղաղ բանջատում նորից մտնում, որտեղ չի աշխատում ձեր հեռախոսի հետ, չի լսվում էլի։